Պարոն Հարությունյան, դուք այսօր այստեղ եք, արցախցիների կողքին եք, արցախցիները հիմա Հայաստանում ինչ սոցիալական եւ իրավական խնդիրների են բախվում։ Ճիշտ ասած, ես այս պայդրությամբ այստեղ եմ ոչ թե արցախցիների սոցիալական իրավիճակով պայմանավորված կամ մտահոգված, թեպետ դա էլ մտահոգվելու առիթ է։ Մենք հիմա պետք է մտահոգվենք ընդհանրապես ապագայով Արցախի։ Խոսքը սրա մասին է։ Եվ երբ որ ես լսում եմ գործող իշխանության ղեկավարը ասում է մենք Արցախյան շարժման էջը փակեցինք, սա խոսում է այն մասին, որ ինքը այդուհանդերձ Արցախյան հիմնախնդիրը տեսնում էր որպես տարածքային վեճ երկու հանրապետությունների միջև, որտեղ Արցախյան հիմնախնդիրը, եթե դուք դիտարկեք որպես ժողովրդների ինքնորոշման իրավունք, դուք չեք կարող փակել այդ էջը, դա նույնն է ոնց որ ասեք մենք մերժում ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը, հասկանում եք, հետաբար իմ այստեղ գտնվելը բացառապես պայմանավորված է այդ հանգամանքով, Արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ, որտեղ այն չի կարող բիրտ ցեղասպանական գործողության արդյունքում համարվի կարգավորված, սա է հարցը, եւ խաղաղ բանակցային գործընթացը այլընտրանք չունի, եւ այդ առումով Մինսկի խումբը չի կարող դադարել, որտեղ նրա մանդատը այդուհանդերձ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատն է եւ դրա հիմնական կոչումը հակամարտությունը խաղաղ կարգավորելով լուծելն է, այնպես որ Արցախյան շարժման էջը չի կարող փակված լինել, դա իրավական կարգավիճակ ունեցող շարժում էր, որի նպատակը ոչ թե Հայաստանի կողմից Արցախի տարածքը տիրելն էր, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշումը ապահովելը, սա է խնդիրը, հիմա ես դրա համար եմ այստեղ։ Պարոն Հարությունյան, հիմա իշխանությունը ակտիվ քննարկում է խաղաղության փաստաթուղթը, ասում է, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, անգամ պատրաստ են տեղի եւ ժամի մանրամասները քննարկել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանը ասում է, որ պետք է փոխենք մեր սահմանադրությունը, Զանգեզուրի միջանցքն է։ Ադրբեջանը դες բաներ չի ասում, Ադրբեջանը ասում է այդ փաստաթուղթը ինձ պետք չի, Ադրբեջանը շատ բաց տեքստով ասում է ինձ խաղաղություն պետք չի, Հայաստան, պետք Հայաստանը չի ուզում հասկանա դա։ Կամ նրա ղեկավարությունը։ Սա բաց տեքստով ասում է նա։ Դուս խոսքը գիտեք ում են ասում։ Չեմ ուզում ասել։ Պարոն Հարությունյան, նշեցիք, որ Արցախյան էջի փակվելու մասին Արցախյան էջի փակվելու մասին հայտարարություն է անում, բայց նշում է նաև այսպես, որ եթե Հայաստանի ժողովուրդի հետ համաձայն չլիներ, նա Հայաստանի վարչապետ չէր։ Ինչ կա։ Դե գիտեք ինչ կա, ես այնքան այդպեսի իր կողմից արտահայտություններ եմ լսել։ Ուզում եք այստեղ 1 միլիոն մարդ հավաքված լինի։ Ինքը կասի ոչ, մեր ժողովրդի թվականը 2 միլիոն 750,000 է։ Ուրեմն բոլոր 2 միլիոն 700 բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, չէ՞, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մայիսի 9-ին հրապարակում անհամատաբար շատ մարդեր հավաքված, քանց երբևէ, ընդ որում համաչափելի, ճիշտ է, թե չէ, 18 թվականի իր միտինգներին։ Ինչու 18 թվականի միտինգի մասնակիցները ներկայացնում են այս երկրի ժողովուրդը, իսկ մայիսի 9-ի միտինգի ներկայացուցիչները, մասնակիցները ոչ։ Չէ՞ որ նրան տրվեց 1 ժամանակ։ Դե թող ներկայանար։ Եթե ինքը ասում է, եթե ժողովուրդը պահանջի, ապա ես կանեմ, կներեք։ Պարոն Հարությունյան, իսկ ինչ է պետք, որ հիմա կրկին իշխանափոխություն լինի, ժողովուրդը դուրս գա փողոց եւ պահանջի Փաշինյանի դրան։ Ընդդիմությունը պետք է միասնական հանդես գա։ 1, երկրորդ ընդդիմությունը բավական է ասել դավաճան սրիկա հեռացիր, պետք է ծրագիր դնել սեղանին, որ այս մարդիկ հասկանան վաղը, եթե դուք գալիս եք իշխանության, մենք ձեզ վստահում ենք դուք գալիս եք իշխանության, ապա որոնք են այն քայլերը, որոնց իրականացմամբ դուք այս երկրի գլխին այս ծառացած փորձանքները, սպառնալիքներ կարող եք քայլ չեզոքացնել։ Եթե չկա այդ ծրագիր, միայն ներ կամ սրիկա ասելով խնդիրը չի լուծվելու։ Միասնականությունապետք ու ծրագիր։